Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։ Հայաստանի վարչապետը նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ է հեռախոսազրույց ունեցել եւ նրան էլ տեղեկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային եւ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Մարտի 16-ից 17-ը Եվրոպական միության ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ։ Իրավիճակը մնում է հանգիստ եւ հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում, ասված է Եվրամիության առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ Նշենք, որ մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ ապատեղեկատվություն է տարածել, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այսօր եւս ադրբեջանական կողմն այդպիսի հայտարարություն է տարածել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունները։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի անհանգստություններին կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության հետ։ Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշել է, որ ադրբեջանական կողմն ինքն է այդ դիտորդներին պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որովհետեւ այն պահից, երբ Ադրբեջանը կստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ։ Հայաստանի համար վտանգավոր կետեր կան այնտեղ։ Հայաստանի համար որևիցե վտանգավոր տեղ չկա։ Ես դա ասում եմ բոլորի իլուր, որ բոլոր կետերը, ինչպես նաև վարչապետն է նշել, բոլոր կետերը երկկողմանի են։ Եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա վտանգավոր է մեկն է, թե ինչ-որ մեկը դա մեկնաբանի որպես վտանգավոր կետ, դա նույն հավասարաչափ վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև որևիցե դրա պատճառ, տեսեք, նախ եւ առաջ դրա մի մասը արդեն հայտնի է խոսակցությունների բան։ Երկրորդը, տեսեք, մենք գործ ունենք մի կողմի հետ, որին ժողովրդական լեզվով ասած ամեն տեղ պատճառապետք որևիցե բան հայտարարելու եւ ինչ որ ձևով խնդիրներ ստեղծելու։ Հիմա խաղաղության պայմանագրում, երբ երրորդ երկրների ուժի տեղակայման բացակայության կետը հանվում է, արդյոք սա չի նշանակում, որ Ադրբեջանին հնարավորություն է տրվում, այսպես դաշտ է ստեղծվում, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտի, ագրեսիայի ֆոն ստեղծի եւ նմանատիպ ապատեղեկատվություն տարածի։ Նախ եւ առաջ հիմա եկեք ֆիքսենք, որ եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրամիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի կողմանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, Եվրոդիտորդների ներկայության ժամանակ է տեղի ունենա։ Կա հստակ պայմանավորվածություն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կամ այդ ընթացքում այն տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, իրենք դուրս կգան այդ տարածքից։ Ուրեմն այդ հարցի պատասխանը մեր սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի այսպես ոչ թե տիրույթում է, այլ տրամաբանության մեջ է, որովհետեւ այն տեղերում, որտեղ որ Հայաստանն է առաջ, Հայաստանն է դուրս գալու, այն տեղերում, որտեղ որ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանն է դուրս գալու, եւ այդ տրամաբանությունը արդեն իսկ դրված, ստորագրված եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերահաստատված է։ Գնալ ասել, օրինակ, ջերմուկի տեղում դուք եք առաջ, այստեղ մենք ենք առաջ, դուրս եք գալիս, դուրս եք, այդ տրամաբանություն չի ալու։ Կա ֆիքսված բանից, Իրանի սահմանից մինչև Վրաստան ֆիքսված գիծ եւ համաձայնություն, որ սա հենց հերթով գալու ենք հասնենք նաեւ անկլավների հարցն ենք քննարկելու, մեր անկլավի հարցն ենք քննարկելու, իրաց հարցն ենք քննարկելու, բայց դա կրկնում եմ, մեր համար ընդունելի է, մեր համար հասկանալի է, մենք կառավարում ենք այդ ռիսկերը եւ տեսնում ենք, թե ոնց է դա գնալու, որը որ դրական բան է ներշնչել։
Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որի համաձայն Ամռանը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ։ Հայաստանի պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը ոչ հաստատում են, ոչ էլ հերքում։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, եւ ինչի համար կարող է դա արվել։ Առաջին այդ տեղեկությունը տարածել էր ռուսաստանյան Russia Today գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ պետական գնումների գործակալության բաց տեղեկություն է, դա իսկապես բաց աղբյուր է, քանի որ Պենտագոնը բաց մրցույթ է հայտարարել, տենդեր է հայտարարել տրանսպորտային ծառայություններ մատուցելու վերաբերյալ։ Եվ այս տեղեկության համաձայն մեծ խմբաքանակը զինատեսակների Հայաստան պետք է տեղափոխվի գերմանական Դյուլմեն այդ զորավարժարանից, ռազմաբազայից, եւ դա պետք է տեղի ունենա հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 7-ը ընկած հատվածում։ Վրացական Փոթի նավահանգստով պետք է տեղափոխվի Հայաստան այդ տեխնիկան եւ տեղաբաշխվի Հայաստանի Զար զորավարժարանի տարածքում։ Եվ հաշված շաբաթներ անց կրկին պետք է դուրս բերվի եւ նույն ուղիով վերադարձվի Գերմանիա։ Մինչեւ սեպտեմբերի 20-ը այդ տեխնիկան պետք է Հայաստանի տարածքից հանվի։ Պենտագոնում ըստ էության նույնպես չեն հերքել այդ տեղեկությունը, պարզապես հրաժարվել են մեկնաբանել, ինչը գրեթե հավասարազոր է տեղեկության հաստատմանը։ Եվ կարող ենք բավական մեծ հավանականությամբ կարծիք հայտնել, որ այս ամենը կապված է այն զորավարժանքների հետ, որը պետք է տեղի ունենան Հայաստանում ամռանը, հայ-ամերիկյան զորավարժանքների մասին է խոսքը, Eagles Partner զորավարժանքները այս անգամ երրորդ անգամ պետք է տեղի ունենան, 23 թվականին առաջին անգամ եղավ, անցած տարի նույնպես ամռանը եւ նույնպես հատուկ այդ նպատակով Եվրոպայից ամերիկյան տեխնիկա էր տեղափոխվել Հայաստան, սակայն շատ ավելի համեստ ծավալի։ Այս անգամ խոսքը գնում է 151 միավոր տեխնիկա տեղափոխելու մասին, ինչը իսկապես բավական մեծ թիվ է։ Անցած անգամ նաև Կանզաս նահանգի ազգային գվարդիան էր մասնակցում, հավանաբար այս անգամ եւս։ Ինչպես եւ անցած անգամ Ադրբեջանը այս անգամ եւս կարծում եմ իր դժգոհությունը կարտահայտի եւ նաեւ այդ զորավարժանքներն էին պատճառը, որ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ որոշակի այսպես լարվում առաջացավ հարաբերություններում եւ ուրբաթ օրը Իլհամ Ալիևը իր հույսը հայտնեց, որ նոր վարչակազմը կվերանայի Բայդենի վարչակազմի մոտեցումները Հայաստանի հետ ռազմական հարցերում համագործակցության վերաբերյալ։ Բայց այս փաստը եւս վկայում է այն մասին, որ նոր վարչակազմը ոչ միայն հակված չէ վերանայել ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ, այլ նաեւ մտադիր է զարգացնել այն։ Հիշեցնեմ, հին վարչակազմի այդ լիազորությունների վերջի օրերի ընթացքում ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը եւ ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարարը ասաց, որ շատ շուտով կլինեն նորություններ կապված այդ համաձայնագրի իրականացման վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ նա նկատի ուներ հենց այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Արտյոմ, տպավորություն է ստեղծվում, որ վերջին շրջանում ամերիկացիները ակտիվացել են։ Դե իհարկե դա կապված է այդ հայ-ադրբեջանական համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ, բազմաթիվ խաղացողներ են ակտիվացել, բնական է ամերիկացիները եւս, ուրբաթ օրը պետդեպը տարածեց պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները ողջունում է այդ համաձայնությանը, այդ հարցի վերաբերյալ եւ նաեւ գիտենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ X միկրոբլոգում նա գրառում է արել, հետեւյալ բովանդակության մեջ բերում եմ. ես ասացի նրան, որ մենք հիմա պետք է ավարտենք այդ համաձայնագիրը եւ ազատ արձակվեն գերիները։ Սա չափազանց կարևոր, այսպես ուղերձ է Ալիևին ուղղված, քանի որ առաջին անգամ ԱՄՆ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյան ոչ միայն կոչ է անում օր առաջ ստորագրել հայ համաձայնագիրը, այլ նաև պահանջում է օր առաջ ազատ արձակել հայ գերիներին։ Օրեր առաջ նույն կոչով հանդես եկավ նաև Եվրախորհրդարանը։ Եվ եւս մի չափազանց կարևոր հանգամանք, որի մասին պարզ պատճառներով ավելի քիչ է խոսվում։ Ուրբաթ օրը իմացանք այն մասին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ
Ուիտկոֆը Մոսկվայից Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին մի քանի ժամով վայրեջք է կատարել Բաքվում եւ դրա մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չի եղել, պարզապես Flyradar պորտալը, որը հետևում է ինքնաթիռների այդ տեղափոխությանը, հաստատել է, որ Ուիտկոֆի ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել գիշերը ժամը 2-ին 5 պակաս եւ 5:30 վայրեջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։ Մոտ 2 ժամ է նա անցկացրել Բաքվում եւ նու առաջին հայացքից դա կարող էր կապված լինել ինչ-որ տեխնիկական սպասարկման հետ կամ վառելիքի հետ կապված, բայց փորձագետները վկայում են այն մասին, որ Gulfstream G650 տեսակի ինքնաթիռը կարող է գրեթե 13,000 կիլոմետր անցնել առանց վառելիքի ավելացման։ Մինչդեռ Մոսկվայից Վաշինգտոն ընդամենը մոտ 8,000 կիլոմետր է։ Այսինքն կարող ենք վստահ լինել, որ սա ոչ թե տեխնիկական, այսպես վայրեջք էր, այլ հենց վայրեջք, որի նպատակն էր ինչ-որ բանի մասին, ինչ-որ մարդկանց հետ խորհրդակցել։ Եվ չի բացառվում, որ բանագնացը անգամ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ամենայն հավանականությամբ այդ զրույցում շոշափվել է նաև հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի թեման եւ միգուցե նաև հայ ռազմագերիների ճակատագիրը։ Թե օրինակ Jerusalem Post իսրայելական թերթը գրում է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն քննարկվել է Միացյալ Նահանգներ Իսրայել-Ադրբեջան եռակողմ համագործակցության ձևաչափը։ Այլ տեղեկությունների համաձայն քննարկել են նաև ադրբեջանական նավթը Եվրոպա մղելու եւ գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա ուղարկելու տեղափոխելու հարցը։ Ամեն դեպքում ամերիկացիների ակտիվացումը այս հարցում ակնհայտ է։ Շնորհակալություն Արծո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր 3 թեկնածուների հետ եւ որոշում կայացրել։ Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե հանրագումարով, թե բարեվարկությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։ Նաեւ շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին եւ Գևորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար, գրել է Փաշինյանը։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Մենք վերադարձանք, Հորիզոնը շարունակում է աշխատանք, իսկ թողարկման այս հատվածում ներկայացնենք միջազգային լրահոսը մեկ տեսաշարով։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Սուջայից զորքերի դուրսբերումը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամենօրյա հաշվետվության մեջ ասվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ 19 մարտ է տեղի ունեցել։ Ռուս զինվորականները իրականացրել են 34 ավիահարված, նետել 63 կառավարվող ռումբ եւ իրականացրել 243 հրետանային համազարկ, այդ թվում 5-ը բազմակի հրթիռային համակարգերից։ Զեկույցում ոչինչ չի ասվում Սուջայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, սակայն ուկրաինական լրատվամիջոցները նկատել են, որ գլխավոր շտաբը հրապարակել է քարտեզ, որտեղ պատկերված է Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Սուջայից։ Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել գլխավոր շտաբի պետ Անատոլիի Բարգիլևիչին պաշտոնից հեռացնելու եւ Անդրեյ Գնատովին այդ պաշտոնում նշանակելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը։ Այդ հայտարարությունը Թրամփը արել է Մոսկվայում ԱՄՆ եւ Ռուսաստանի պաշտոնյաների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը CNN-ի եթերում կարծիք է հայտնել, որ Պուտինի հետ Թրամփի զրույցը իրոք լավ եւ դրական կլինի։ Ուիթկոֆը հավելել է, որ թեև իրավիճակը շարունակում է մնալ շատ բարդ, ԱՄՆ նվազեցնում է երկու երկրների միջև տարաձայնությունները։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցն ու հանդիպումը կարող են կազմակերպել բավական արագ, երբ անհրաժեշտություն առաջանա, հաղորդել էր ՌԻԱ Նովոստին։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուբիոն եւ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սաուդյան Արաբիայում վերջին հանդիպումներից հետո հաջորդ քայլերը եւ պայմանավորվել են շարունակել աշխատել ԱՄՆ եւ Ռուսաստանի միջև կապերը վերականգնելու ուղղությամբ։ Վաշինգտոնը նաեւ տեղեկացրել է Մոսկվային Իրանի կողմից աջակցվող հութիների դեմ զսպման գործողության մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ հաղորդել է, որ ի պատասխան Սերգեյ Լավրովն ընդգծել է բոլոր կողմերից ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, քաղաքական երկխոսության գնալու կարևորությունը։ Ռուսական կողմը նաև ընդգծել է, որ զրույցը տեղի ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Նախորդին Եվրամիության առաջնորդների եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների առցանց համաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ներկայացրել է Ուկրաինայի համար ավելի քան 10,000 հոգանոց արևմտյան խաղաղապահ ուժեր ստեղծելու ծրագիրը։ Բրիտանական The Sunday Times-ը վկայակոչելով հանդիպմանը ներկա աղբյուրներին նշել է, որ Ուկրաինային կաջակցեն ավելի քան 3 երկրներ, թեև ուժերի մեծ մասը հավանաբար կլինեն Բրիտանիայից եւ Ֆրանսիայից։ Ընդհանուր առմամբ Ուկրաինային զենք մատակարարելու առաքելությանը նյութատեխնիկական ու հետախուզական աջակցություն ցուցաբերելու հարցում համաձայնել են շուրջ 35 պետություններ։ Եվրամիության երկրները Ուկրաինա եվրոպացի զինվորներ ուղարկելու հարցը կքննարկեն անմիջականորեն Կիևի հետ, այլ ոչ թե Մոսկվայի։ Այս կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միջոցառման ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսել է հրադադարի մասին ԱՄՆ առաջարկը, որն իրեն է փոխանցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Ստարմերը ասել է, որ Պուտինը խաղեր է խաղում հրադադարի հետ եւ հակված չէ խաղաղության։ Միացյալ Նահանգները օդային հարվածների վճռական եւ հզոր ալիք է սկսել Եմենում հութի ապստամբների դեմ, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, վկայակոչելով Կարմիր ծովում գրոհայինների շարունակական հարձակումները նավթի եւ վառելիքի փոխադրող նավերի վրա։ Ես հայտնում եմ հութի ահաբեկիչներին, ձեր ժամանակը սպառվել է, այսօր դուք պետք է դադարեցնեք հարձակումները, հակառակ դեպքում դուք կբախվեք այնպիսի դժոխային տանջանքների, ինչպիսին նախկինում չեք ապրել։ Հութիների առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, վիրավորվել առնվազն 101-ը։ Թրամփը կոչ է արել Իրանին դադարեցնել հութիներին աջակցելը, զգուշացնելով, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատվության կենթարկի։ Իր հերթին հութիական կողմը հայտարարել է, որ հութիները հարվածներ են հասցրել ամերիկյան USS Harry Truman ավիակրին 18 հրթիռներով եւ անօդաչու սարքերով։ Հութիների խոսնակ նաև ասել է, որ ԱՄՆ 47 հարված է հասցրել Եմենի 7 նահանգներում։ Կիրակի գիշերը Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքի գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով զոհվել է առնվազն 59 մարդ, վիրավորվել ավելի քան 150-ը։ Նախնական վարկածով հրդեհը բռնկվել է պիրոտեխնիկայի կիրառման պատճառով։ Ելույթի ժամանակ երաժշտական խումբը օգտագործել է պիրոտեխնիկա, որոնցից կայծերը հասել են առաստաղին եւ այն բռնկվել է։ Առաստաղը կառուցված է եղել խիստ դյուրավառ նյութերից, ուստի կրակն արագ տարածվել է։ 18-ից 23 տարեկան մոտ 20 տուժածների տեղափոխել են Կոչանի հիվանդանոց, մնացածը հետազոտվելուց հետո տեղափոխվել են այլ քաղաքների հիվանդանոցներ։ Հիվանդները տառապում են այրվածքներից եւ շմոլ գազի թունավորումից։ 18 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Միացյալ Նահանգների կենտրոնական եւ հարավային նահանգներում հզոր տորնադոներ են, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ Աղետից ամենաշատը տուժել է Միսսուրին, որտեղ մահացել է առնվազն 12 մարդ։ Սաստիկ փոթորկի հետևանքով Կանզասում վթարվել է 50 մեքենա, որի հետևանքով զոհվել է 8 մարդ։ Վթարների հետևանքով զոհեր եւ վիրավորներ կան նաեւ Օքլահոմայում, Տեխասում, Ամարիլո կոմսությունում, Արկանզասում։ Թենեսիում եւ Միսսուրիում իշխանությունները նախազգուշացրել են նոր տորնադոների վտանգի մասին։ Կանխատեսվում է նաեւ կայծակ եւ ուժեղ քամի։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից արված նկարներում երևում են վնասված շենքեր եւ շրջված բեռնատարներ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Տոմսային համակարգի շրջանակում վերահսկողական գործառույթ սահմանելու նախագծերի փաթեթն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը, այս եւ գործակարգավարական այսօրվա խորհրդակցության ընթացքում զեկուցված այլ հարցերի մասին ռեպորտաժում։ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվողների համար առաջարկում է 15,000 դրամ տուգանք սահմանել։ Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաև արտոնություն ունեցողների քարտերով երթևեկողները։ Վերահսկողական գործառույթ տրամադրելու շուրջ իրավական կարգավորումների ապահովման համար նախագծերի փաթեթ է մշակվել։ Մեկ անգամ քննարկվել է արդեն նախարարական կոմիտեում, դրվել հանրային քննարկման, որը երկշաբաթյա ժամկետը կլրանա ուրեմն հաջորդ երկշաբթի օրը, եթե չեմ սխալվում, եւ ամփոփվելուց հետո կներկայացվի ազգային ժողով։ Ներկայացվեց հունվար, փետրվար ամիսների եւ մարտի առաջին տասնօրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման արդյունքում գեներացված տվյալների հիման վրա ստեղծված հաշվետվությունը։ Ըստ այդմ վաճառված տոմսերի թիվը 17 միլիոն 743 372 է։ Հասույթը կազմել է 2 միլիարդ 538 միլիոն 964 350 դրամ։ Այս 17 միլիոն 374 372 տոմսերից 213,021-ը կազմել են փաթեթային տոմսերը։ Ամենապոպուլյար տոմսը դա 10 ուղևորության տոմսն է, 105,635, հաջորդիվ գալիս է 30 օր տոմսը, 58,291, այնուհետ 180 րոպեն, շուրջ 30,000 եւ այդպես շարունակ։ Զեկուցվեց, որ փաթեթային տոմսերի վաճառքը 213,021 է եղել, որից 61,609 արտոնություններով տոմսերն են։ Կազմում է ընդհանուր քանակի 29%-ը։ Այդ 61,609-ից 22%-ը կազմում են անվճար տոմսերը, 7%-ը զեղչով, իսկ հիմնականը կազմում է 71%։ Արտոնություններով տոմսերից ամենապոպուլյարը կենսաթոշակառուներին տրամադրվող տոմսերն են՝ 10,948 տոմս։ Մյուսը հաշմանդամություն ունեցողներին է, ուսանողներին է, զոհվածների ընտանիքներին է, բազմազավակ ծնողներին է եւ այլն։ Այս տվյալները մեզ տալիս են հնարավորություն վերլուծական որոշակի եզրակացություններ ունենալ եւ մասնավորապես երթուղիների վերադասավորումներ կազմակերպել, նույնիսկ մինչեւ ամբողջական 250 18 մետրանոց ավտոբուսների գնումը կարծում եմ սա մեզ հնարավորություն է տալիս հաշվի առնելով տարբեր գծերի ծանրաբեռնվածությունը որոշակի վերադասավորումներ կազմակերպել։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ներկայացրեց Հրազդանի կիրճում եւ Բիձուգյոլում կատարվող բարեկարգման աշխատանքների մասին։ Նրա խոսքով կար դարավոր խնդիր, հենապատի ջրերը քանդում էին ասֆալտը։ Մենք այս պահին հիմնանորոգում ենք տեղանում, այսինքն լուծում ենք տալիս խողովակներով այդ ջուրը տեղափոխում ենք գետ։ Մենք երևի այս 2 օրը ու ընդհանուր այդ ամբողջ այդ հենապատի երկայնքով որ կա այդ հեղեղատարը, դա ենք մաքրում ու վերականգնում ու կարծում եմ այս 2 օրը կչորանա, արդեն պարոն Թևոսյանի հետ խոսել ենք, այնտեղ այնց ամբողջովին ասֆալտ կանենք։ Շատ լավ։ Այդ դեպքում նաև ասեք Բիձեքի գյուղում ինչ է կան։ Այս պահին այդ հանրահայտ հատվածում ավարտվել է լողավազանի վերականգնումը, հանդերձարանի կառուցումը, ինչպես նաև այդ ներքևի հատվածի բարեկարգումը, շարունակվում է վերևի հատվածը, որտեղ մարզվում են, այդտեղ ընդհանուր բոլոր այդ մարզասարքերի վերանորոգումը արեցինք եւ ինչպես նաև այդտեղ անելու ենք մասնակի ռետինե հատակներ եւ նաև տեղադրվելու են լուսացույցեր երթևեկությունը կառավարելու համար։ Ընթացքի մեջ է հաղթանակ զբոսայգու արդիականացման խնդիրը։ Այս պահին ուսումնասիրում են տարածքի գույքն ու կարգավիճակը։
գույքագրումը ավարտելուց հետո մենք ամբողջական տեղեկատվություն կունենանք այն ուրվագծի վերաբերյալ, որի շրջանակներում հնարավոր կլինի հայեցակարգը իրականացնել եւ արկա վիճակի վերաբերյալ, որից հետո համայնքը կարող է ձեռնամուխ լինել օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացմանը։ Տիգրան Ավինյանն ասաց, որ հաղթանակ զբոսայգու կառուցման եւ վերականգնման ծրագիրը առաջնահերթությունների թվում է։ Եվ առհասարակ Երևան քաղաքում այգիների վերականգնման ծրագրի կարևոր մաս են եւ հաղթանակ զբոսայգին արդեն շատ երկար տարիներ է ոչ այնքան բարվոք վիճակում է գտնվում եւ մեզ պետք է ստանալ ամբողջական նորարարական առաջարկություններ, որոնք որ այո պետք է ընտրենք նաեւ մրցութային կարգով։ Քաղաքապետը հանձնարարեց գույքագրման ամփոփումն իրականացնել 2 շաբաթվա ընթացքում եւ արդյունքների մասին զեկուցել։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ 7-ամյա Նարեկ Գլճյանը Գինեսի ռեկորդ է սահմանել։ Նվաճումը փոքրիկ Նարեկը գրանցել է անցյալ տարվա նոյեմբերին, իսկ Գինեսի ռեկորդի մասին հավաստագիրը նրան է հանձնվել այսօր։ The most hops completed in 1 minute is 153 and was achieved by Narek Gulchyan, Armenia in Tallinn Tom, Հանրապետություն Region, Armenia on 29 август 2024 թվականին։ Narek ջան, սա մեդալը։ Մեկ ոտքով աջ ոտքով 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա վազել է 1 րոպեում 183 անգամ։ Աշխարհի ռեկորդը 132 անգամն է եղել եւ 51 հատով ավել գերազանցել է նախկին ցուցանիշը։ Այդ ռեկորդը տեղ գտավ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, արձանագրվեց որպես 2025 թվականի տարվա առաջին ռեկորդ, կարող ենք համարել 2 ռեկորդ։ Դա էլ է ռեկորդ, որ 7 տարեկանում հասել են գրկվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։ Երբ սկսեցիր մարզվել։ Ես սկսեցի մարզվել սեպտեմբերին եւ հասա այս նվաճումներին։ Դժվար էր իմ համար, բայց ես հաղթահարեցի այս ամենը։ Ով օգնեց քեզ։ Օգնեց իմ պապիկը եւ ընկեր Ռոմանը։ Գինեսը այս տարիք երեխեքին չի ընդունում գործերը։ Սա զարմանալու բան է, որ մեր հրաշք մանուկին ընդունել ասեն ձեզ։ Հիմա ինքը որ ռեկորդ է գրանցել, չէ, ինչ որ մեկի ռեկորդը տալը, խոնա 7 տարեկան չի եղել այդ ռեկորդը դրելը։ Իրան ծահագին մեծ մարդ է եղել, որ այդ ռեկորդը արել է։ Իսկ ինքը իր այս մարդաշալով եկել է ռեկորդը իր ձեռից տարել է։ Մենք աշխարհում ազգաբնակչության վրա բաժանելով մեր Գինեսի ռեկորդները 87-ը, բաժանելով 1500-ի չափ հասնող ցուցանագրքի ռեկորդները, որոնց մեջ շատ կա, որ արժաններ Գինեսի լինելու Boeing 747 մակնիշի ինքնաթիռ մի ձեռքով քաշել, 4 վագոնից կազմված շարժակազմը 84 տոննա մի ձեռքով ձգել տանել, 411 տոննա կշռող գնացքը 1 մետր 80 սանտիմետր ձգող մարդունեցի ունենք, այսինքն ահռելի քանակով, երբ բաժանում ենք դա մեր ազգաբնակչության վրա տոկոսային հարաբերությունով, տեսնում ենք, որ մենք իրոք շատ գլուխ գովալու տեղ ունենք, այս ազգը տված ուրիկ, պապուս ասածներ տված ուրիկը։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնում է, որ մարտի 19-ին գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսվում Կապանի մի շարք թաղամասերում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 9-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարդ, Բարաբաթում թաղամասերի Լեռնագործների փողոցի, Ավետիսյան փողոցի թիվ 1, 1A բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Տելեգրամի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկման առայժմ։